վարչապետ, մարզա համալիրը բաղկացած է երկու մասնաշենքից, ունի մեկ ստորգետնյա և 3 վերգետնյա հարկեր, ստորգետնյա հարկում կա ավտոկայանատեղի, որ մարզիկները երբ որ գան, իրենց մեքենաները կայանելու տեղ ունենան, առաջին հարկում ունենք կնեք ստորգետնյա ավտոտնակ կա, ավտոկայանատեղի 39 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի կա, առաջին հարկում ունենք ուժային մարզաձևերի և ֆիթնես մարզասրահներ, իրենց հանդերձարաններով առանձին, ունենք բասկետբոլի դահլիճ, որը ունի երկու կողմից նստելատեղեր հանդիսատեսի համար, շուրջ 190 նստելատեղ ունի։ Ներեցեք ենթադրում է, որտեղ կարելի է նաև ռինգ դնել ու անպայման հատուկ ռինգի համար, ահա նայեք աջ կողմի վրա, այնտեղ ռինգն է դրած, այնտեղ բարբերն է։ Չէ, նկատի ունեմ հանդիսատեսով, եթե մրցումը լինի։ Այո, եթե ուզենանք հանդիսատեսով իհարկե կարող ենք այնտեղ ռինգել դնել, ռինգը հավաքովի է։ Ընդ որում չափերը այնպես են նախագծվել, որ պրոֆեսիոնալ մարզաձևերի համար իրենց նախատեսված ստանդարտներով։ Երկրորդ հարկում կա Ըմբիշահամարտի մարզասրահ, նորից իր բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով, երրորդ հարկում ունենք Բռնցքամարտի մարզասրահ, ելի նույնպես իրենց բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Ծրագրի արժեքը, միայն շինարարական աշխատանքների արժեքը կազմում է 2 միլիարդ 279 միլիոն դրամ, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Սրան գումարվում է նաև նախագծման, տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների արժեքը, որը միասին հանրագումարով կազմում է ևս շուրջ 65 միլիոն դրամ։ Կարևորը այս նախագծի մեջ նա է, որ Արտուրը մեզ ուղեկցել է նախագծման ամբողջ պրոցեսի ընթացքում, այսինքն բոլոր միջազգային փորձի իր տեսած լավագույն են դահլիճները, որ աշխարհում կան, փորձել ենք կիրառել, ներառել իր խորհրդով նախագծի մեջ։ Մենք գործնականում այստեղ նոր մոտեցում ենք ուզում ցուցաբերենք։ Առաջինը ես ձեր ասցից հասկացա եւ դա մեր ցանկությունն է եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետեւ հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին եւ մեզ համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաև Հայաստանի Հանրապետությունում։ Մենք հիմա գտնվում ենք Երևանի Արվարձանում ըստ էության եւ սա նախագիծ է այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետեւ հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արտուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն։ Ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արտուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ դուք ինչպես ընդունված է ասել ռոլ մոդել եք շատերի համար եւ կենտրոնից ոչ միայն կենտրոնից մյուս տեղերից եւ հիմա այս նախագծով ներքին Չարբախը դառնում է կենտրոն սա շատ կարեւոր բան է մոտեցում է եւ իհարկե սա մեծ հաճույք է շատ հաճելիորեն զարմացած եմ անկեղծ ասած որ արդեն աշխատանքը այսքան առաջ է գնացել